Այս եկեղեցու կրիշում քնել եմ գիշերը 17-18 տարեկան հասակում։ Տեղացի եմ ես, Երևանում եմ ապրում։ Իմ տունը ստեղ կա, ծննդավայրս, դպրոցի դիմաց։ Ինչու եք որոշել այսօր մասնակցել պատարագին։ Եկանք, որ մեր վարչապետին էլ տեսնենք, մեր աղբորը, որտև նա մեր կողմից շատ հարգված մարդ է։ Այդ մեկ, երկրորդն էլ տեսնեմ ոնց է եկեղեցուն դիմավորում ժողովուրդը։ Այդ դրա խաթր եմ եկել։ Հիմա նստում եմ այստեղ, որ համ լսեմ, համ նայեմ։ Մինչև կինս ու քույրս ընդեղից դուրս գան։ Իսկ ամեն դեպքում համաձայն եք այդ խոսակցությունների հետ, որ կաթոլիկոսը պիտի հեռանա։ Այո, նա պիտի վաղուց հեռանար։ Ինչու։ Որովհետև ինքը կոպիտ, ինքն էլ իր եղբայրն էլ Մոսկվայում որ նա է այնտեղ, երկուսն էլ ոչ մի բանի պիտանի չեն։ Միայն իրանց հարստության համար են մտածում։ Հարստության, ամուսնության, դու գիտեք ինչքան է ամուսնացել նա։ Չգիտեմ, մի երկու անգամը որ ես գիտեմ։ Մի երկու անգամը ես գիտեմ, երեխեք էլ ունի, ամեն ինչ էլ ունի, ինչ է եղել նրան։ Ու անպատվում է ստեղի քահանային։ Ստեղի քահանան մի ոսկի տղա է։ Քաշով մեկ ոսկի արժի։ Այո, Օհանավանի եկեղեցու քարավանը։ Լավ տղա է, շատ լավ տղա է, արամ եմ։ Ամեն դեպքում կաթոլիկոսը պիտի հեռանա, ոչ թե Տեր Արամը։ Կաթոլիկոսը կարգադրել է, որ ազատվի ստեղից դա։ Ինչի համար, որտև վարչապետի կնոջը դիմավորել է։ Դրա խաթրու ինատանգել ուզում է ազատել ստեղին։ Այս տղեն չպետք է ազատվի, ամբողջ Օհանավանի գյուղը իր հետևից է կանգնած։ Չպետք է այդպիսի բան լինի։ Իսկ ինչ եք կարծում, այս պատարագից հետո կարող է սա ազդակ լինել, որ կաթոլիկոսը ամեն դեպքում հեռանա։ Պատարանքից հետո այդ տղան իր տեղը պետք է շարունակի աշխատի։ Այդ ժամանակ ինքը պետք է իր պոստում չլինի։ Ինքն էլ պետք է դուրս գա, հանելու է վարչապետը, չի թողելու։ Անպայման հանելու է։ Դա չպետք է մնա այնտեղ։ Դա աբալանցի է, անհաջող մարդ դուրս եկավ։ Գիտես ինչքան տներ ունի, ինչքան այգիներ ունի, տեղյակ ես դրանից։ Բա գնացել ենք, նայել ենք, ինչ հարստություն, ինչ միլիոններ, միլիարդներ, ինչ հողամասեր, ինչ տներ, ինչի Կաթոլիկոսը այդպես բաներ պետք է անի, պետք է մտածի ժողովրդի մասին, պետք է մտածի ամեն ինչի մասին, ոչ թե այդպիսի բաներ անի։